Ողջույն սիրելիներս, բարի լույս բոլորիդ, հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, հուսով եմ, որ բոլորիդ մոտ ամեն ինչ կարգին է, առողջ եք, հեռու եք այս ծանր վիրուսներից, սիրելիներս, ուզեցի տանից բարի լույս ասեմ ձեզ, մեզ մոտ օր է փոխվել, մենք հովուլիս կտանենք պոլիկլինիկա, մի հատ հասկանանք երեխայի թուլության ու դեռ չկազդուրվելու համար ինչա կատարվում, քանի որ շատ երկար տևեց, որ չի կազդուրվում երեխան, այսպես արել եմ բժշկի զանգել եմ վաղուց, ցուցումները արել եմ, ինչը որ անհրաժեշտ է հովուլիս տվել եմ, խմել է, մենք այդ ամեն ինչը արել ենք, բայց ապահովության համար մի հատ երեխային պետքա տանենք հետազոտման։ Այսպես սիրելիներս, ասեցի տեղեկացնեմ ձեզ, հետո չգիտեմ օրը ոնց կընթանա, ինչ կանենք, ոնց կանենք, կգնանք Երևան, քանի որ պոլիկլինիկան երեխաների Երևանում է, բոլորինս, այսինքն, այսպես, ուզեցի մինչ գնալը, մինչ մեր վլոգին անցնելը, բարևեմ բոլորիդ, իմ ջերմ պաչիկները ուղարկեմ ձեզ սիրելիներս, շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եւ միացել եք ինձ Աննա Family Video ալիքից, անչափ շնորհակալ եմ Աննային եւ իր սիրելի թիմին, ընկերներին, ովքեր Աննայի խնդրանքը չեն մերժել ու միացել են ինձ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ օգնում են իմ ալիքի առաջ խաղացմանը, քանի որ ես վլոգի սկզբում ասում եմ, բայց մեզ մոտ օր է փոխվել, ես ուզեցի այստեղ եւս շնորհակալություն ունեմ հայտնելու մեր շատ սիրելի Մարինա Սարգիսովային, մեր գեղեցկուհի, բարի, համեստ հայուին, ով ապրում է Ֆրանսիայում, ով ամեն օր համեղություններ է պատրաստում, մի յուրահատուկ կին է, մի յուրահատուկ խոհարարուհի, այսպես ասեմ, ոսկի ձեռքեր ունի, սիրելիս ձեռքերդ միշտ դալար մնան, առողջ լինես, շնորհակալ եմ ալիքս ներկայացնելու, բարձրաձայնելու համար, ովքեր որ եկել են ձեր ալիքից նույնպես նրանց նույնպես անչափ շնորհակալ եմ, սիրելիներս մի մոռացեք, բաժանորդագրվեք, դրեք ձեր լայքերը, սեղմեք զանգակը, որպեսզի առաջին իմ տեսանյութերը լինեն ձեր էկրաններին, շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, շատ սիրելի, հարազատ, ջերմ մեկնաբանություններ, բոլորն են այդպիսին, չկա բացասական բան ու չեմ էլ ուզում իմ էջում երբևիցե լինեն բացասական ինչ-որ մեկնաբանություններ կամ մի խոսքով բացասականը անտեսելու եմ միևնույնը, այսպես սիրելիներս, գնանք, հասկանանք մենք ինչ ենք անում, հովուլիս ինչ անհրաժեշտ, ինչա պետք անել երեխային այսուհետ, որպեսզի ինքը լիարժեք կազդուրվի, ես արդեն բավականին լավ եմ, ուզում եմ բալիկներս էլ լավանան, որպեսզի շուտով ամանորը կարողանանք պատրաստվել լիարժեք ամանորին, սա խանգարում է, որ մենք պատրաստվենք, անընդհատ ես զբաղվում եմ երեխայովս, հովուլովս, Սոնուլս էլ փառք Աստծո մի փոքրիկ գրիպ է, բայց շուտով ինքն է կլավանա, այսպես, իմ սիրուններ, իմ բարիներ, եկեք էստեղ անջատեմ, կմիանամ, տեսնեմ որտեղ կմիանամ, արդեն վլոգի շարունակությունում կտեսնեք դուք։ Ովջան, բարի լույս, ոնց ես, դե բարևի մեր սիրելի հետևորդներին, ասա բարև ձեզ սիրելին, ասա ինչպես եք, հետո ինչ պետք է ուղարկես, պաչիկ, սերտիկ, ապրիմ տղեն, Ովջան, ուր ես գնում կյանք, չէ, ծամոն առնելու չէ, բժշկի ես գնում, գնում ես բժշկի, չես ուզում գնաս, հա, ծամոն առնելու ենք, բայց մինչև ծամոն առնելը պետք է գնանք բժշկի, չէ? Այ հովուլ, հիմա գնանք Սոնայից վերցնենք դպրոցից, հետո նոր գնանք, Սոն ջան, բարի լույս, ինչ կա, ոնց անցավ դասերդ կյանք, շատ լավ, աղջիկ, բարևի բոլորին, նոր օրա, նոր վլոգ, հովուլ հետ գնան ըստի հով, սիրելիներս համայր այս հասնում ենք քաղաք, հələ նայեք չմար
Մառախուղը։ Ահա որ մառախուղը։ Մեր մոտ բաց էր, այստեղ մառախուղը։ Հովջան։ Ես եմ մեր պոլիկլինիկայի, գնացեք լավ։ Պես մեկ սիրուն են։ Ջունան ձվիկը։ Չեմ իմանում, դու տեսնա։ Օ, ինչ մեծ է։ Ձի է։ Հա, երևի ձի ու տարի է, հա, կարա ձի լինի։ Սիրելիներս այսպես եկել ենք խանութ, մի քանի գնումներ ունենք անելու։ Հա, սա էլ բան է սենց։ Մեծ շոկոլադը, հլը։ Մերսիները։ Տակոր գինիները։ Կարթաշենի սիպի հաղալիքներն են։ Այստեղ վիրսերը։ Սենց վիրսեր կան։ Ձեղչով է դա։ Սրանք նվերի բաներն է։ Հետո ես կվերցնեմ ավելի հետաքրքիր գույներով, որ հանդիպի։ Սալադուտները, այստեղ խաղալիքները, սրանք դողնելիքներ, որ պակցնում են, պատուհանների, վրա որ պակցնում են, այստեղ մոմեր են հետաքրքիր, հլը իմ սիրուն մոմեր են, շոտ սիրուն են, ձիուկը, գեղեցիկ, շոտ սիրուն են, հլս պեղ, լավ զեղչեր են գնացել դրաները, կամպոտները, շուշան են սրանք, շուշանները, շուշան սիրուն է, սիավի գույնը շոտ սիրուն է, այստեղ սենց, սիրուն է, թողանները,
Սիրում Սիրելիներս, ավարտեցինք մեր գործերը պոլիկլինիկայում, Փառք Աստծո, Հովուլիս մոտ ամեն ինչ կարգին է, կշարունակի իր տեղեր իր վիտամինները կխմի, հիմա Հովուլի քունը տանում է, օգնած է։ Այսպես վերադառնում ենք տուն, ավարտեցինք մեր գործերը, սիրելիներս, ասեցի ճանապարհից մի հանամ, հետո տանը չգիտեմ հարմար կլինի նկարեմ ու ինչ կարող եմ նկարել, որ այսօր գոնե ալիքում վլոգ ունենանք։ Այսպես սիրելիներս, գնանք հասնենք տուն, Հովուլը կքնի, արդեն իր քնի ժամն է, կպարկի կքնի, ես էլ տեսնեմ ինչ կարող եմ նկարել ձեր համար։ Դե ինչ, վայելեք վլոգս, գրեք ձեր մեկնաբանությունները, սիրելիներս, բայց չեմ թողում կարդումը։ Այդպես եղանակը մի փոքր բացվեց, մառախուղը անցավ, արդեն աշտարակի ճանապարհին ենք։ Հով քունը տանում, հա, հով։ Քնում ես, տղես։ Լավ, հասնեմ տուն, հետո կմիանամ։ Այստեղ անջատեմ, գնանք։ Պաչիկ ես անում կյանքս, ոյ ապրիմ տղեն, պաչիկ ու սրտիկ անում բոլորի։ Սիրում է, չէ Հովուլը բոլորի։ Սիրում ես հով։ Ապրես կյանքս։ Հասանք աշտարակ։ Սիրում խանութները զարդարել են։ Սիրելիներս, մենք տուն ենք հասել, բավական ժամանակա տուն ենք հասել, Հովուլին արդեն պարկացրել եմ քնելա, չհասցրեցի գնումները նկարել, քանի որ արագ տեղավորեցի, երբ որ պետք է Հովուլին պարկացնել, իր քնի ժամը անցնում էր, ինքը արդեն լացում էր, այտենց գնումներս տեղավորել եմ, Հովուլին պարկացրել եմ, արագ ասեցի այսօր որոշել ենք Սոնաս մսոր բորշա ուզել, շատ է սիրում տավարի մսոր բորշ, այսպեսի թարմ տավարի միս էի վերցրել, սա էլ է մեր գնումներից մի մասը, այսպես 1 կիլոգրամի փոքր ավել տավարի միսն, այստեղ նախապես բազուկ առանձնես հասցրեցի մաքրեմ, գազար, սող, կարտոֆիլ, բեկաղամբը, իսկ մնացած տոմատ, յուղ, արդեն համեմունքները այնտեղ պատրաստ դրած է, ես դրանք կանեմ ընթացքում, ես հիմա ուզում եմ արագ տավարի միսը կտրատեմ, պատրաստեմ, իրեն դնեմ եփի ու անցնեմ մնացած գործողություններից։ Այտենց սիրելիներս 1 րոպե, հիմա կտրատենք տավարի միսը։ Սիրելիներս մինչև տավարի միսը կտրատեմ, իմ գնումներից ձեզ մի մասը ցույց տամ այսպես, քանի որ լվացրել եմ, հիմա պետք է օգտագործեմ իրենց, այսպես շատ հարմար, կափարիչով, ամեն ինչի համար, խմոր կլինի, աղցան կլինի, հենց պատրաստեք տեղավորեք սա մեկ, այսպիսի ամանները, հեսա կշրջեմ ավելի լավ կերևա, քանի որ իրանք բան են, արևի շողք ընգնում ու ես չեմ հասցնում, դեշտ լավ չի երևի ձեզ, այսպես շատ լավ հաջող գնում է, շատ հարմար, մի րոպե հիմա ցույց տամ սիրելիներս, այսպես շատ հարմար համ չափսերը, համ իրենք շատ հարմար են, մի րոպե շրջեմ կամեր, նայեք սիրելիներս ինչ գեղեցիկ, ինչ հաջողակ, հիմա շուտով նոր տարի էլ է, նոր տարին էլ մի կողմ, իրանք շատ պետք եկող բաներ են, այսպես շատ գեղեցիկ, նայեք այստեղ ինչ գեղեցիկ գնում եմ արել, շատ հարմար, այսպես, սա նրանց առանձին է նրանցից, բայց շատ լավն է, շատ հարմար է,
իրանք ամեն ինչի կարող ենք մենք օգտագործել։ Շատ գեղեցիկ այսպիսի գնում էր ու շատ հարմար, իրենց կօգտագործեք ամեն ինչի համար, սիրելիներս։ Մի փոքրիկ մաս դեսա ու արագ անցնեմ գործերիս։ Այսպես սրանք հիմա կողմի վրա երբ արդեն լվացրած պատրաստեն, ես կուզեմ սա չէ, սա թողնակ աղա մեկը կտրատեմ, այս սա միսը կլվանում, այսպես թողնեմ սա կտրատեմ միսը, սիրելիներս միսը մշակեմ, որ արագ պատրաստեմ, հուսով եմ երևումը, ամբողջը փափուկ միս է, մի կտոր այսենց ոսկոր կա ու վերջ իրա վրա համերա ոսկորակ չկա։ Այդ այսպես փափուկ ֆիլե է, շատ լավ է։ Դնենք միսը թող եփի, սիրելիներս։ Հետո անցնեմ արագ կտրատեմ, պատրաստեմ, որպեսզի հասցնեմ, ես մի փոքրիկ շտապում եմ, եթե ձայնիցս էլ հասկանում եք արդեն, հենց հողուլը տանն է լինում ու քնած է լինում, ես միշտ այսպես շտապում եմ, որ հասցնեմ, քանի որ երեխան կարթնանա մի փոքր էլ իրեն լավ չի զգում, չեմ կարա ասեն ոնց կլինի, այսպես սիրում, կտորներ, շատ լավ, այս չափի, առանց յուղ, այսպես սիրում ենք մենք, առանց յուղ միս ենք սիրում, Սոնասելը շատ սիրում այս փափուկ առանց յուղ, ես էլ եմ շատ սիրում առանց յուղ միսը, ճիշտ է ինքը եփվելու ընթացքում մի փոքրիկ սենց վրեն կա, կարա ինքը արամատ տամ, վատ չի, բայց ամեն դեպքում մենք սիրում ենք առանց յուղ միս։ Այսպես։ Հիմա սա լվանամ, նայեք սիրելիներս, արագ լվանամ իրեն դնեմ թող խաշվի ու անցնեմ մնացած գործերից, լավ սիրելիներս լվանամ ու միանեմ։ Ես վերադարձա, լվացրեցի, բերեցի իմ մեծ սուրդանակը, իմ սրա կապարը չեսա, այստեղից վերցնեմ։ Ես կպատրաստեմ, կպացնեմ այստեղ, հետո մնացած բաղադրիչները կմաքրեմ։ Ինձ հետ շոկ կաղան դա։ Այսպես, մի հատ ես սա լվանեմ ու կա։ Չեմ կտրատել կաղանը։ Շատ չոր կաղան, սիրելիներս, շատ կոպիտ չոր կաղան, ճիշտն ասած չեմ սիրում այսպիսի չոր կոպիտ կաղանդներ, ես չեմ գնել դրա համար, ես չեմ ընտրել սիրելիներս, թե չէ այսպիսի չորը չէի վերցնի հաստատ, սիրում եմ փափուկ, որ ինքը բաներն էլ նուրբ կտրատվում և նուրբ ալնում, շատ փափուկ չէ տոլմայի համար, բայց ամեն դեպքում։ Քար ոնց որ լինի, կաղանդ չի էսը։ Ինքներդ տեսնում եք սիրելիներս, այս իմ սուր դանակները, որ մի կերպ կտրում այսպես ինչևից է, ունենք են ինչ ունենք,
Տոնեն իր տղան շարքնունը, արագարը, հուսով եմ երևում է, սիրելիներս։ Կգրեք տեսեք, դուք այսօր ինչ եք պատրաստել երեկոյի համար։ Մենք այսպես շատ բարակ կտրատում եմ, որ համեղ լինի, ունուր լինի որշը։ Այսպես։ Եկեք անջատեմ առանց ձեզ կտրտեմ, որ շատ չերկարացնեմ ու կմիանամ։ Ահա սիրելիներս, մի փոքրիկ էլ կտրատեմ ու վերջ։ Դա այլ առանց ձեզ անեմ, կարտոֆիլը մաքրեմ, գազարն ու բազուկը քերեմ, որ այդ ձայները չխանգարի ու առանց կամերայի անեմ, արագացնեմ, քանի դեռ իմ տղան չի արթնացել, շարունակեմ, կմիանամ սիրելիներս։ Ահա սիրելիներս, ես արագ քերեցի բազուկը, գազարը, այստեղ մաքրել եմ սոխ ու կարտոֆիլը, հիմա սրանը կտրատեմ, այստեղ էլ իմ կաղամբը արդեն պատրաստ է, սիրելիներս այնքան կոպիտ կաղամբ էր, որ իրենից ինչքան հնարավոր է բարակ, բայց ուսած բարակ էլի չեմ ստացել, քանի որ շատ եմ սիրում նոր թերիկները, որ իրենք բարակ կտրատվում են, այդպես սա բացեմ կարտոֆիլի համար, որ կարտոֆիլը լսեմ, ինչ պինդ է ու հարմար են իրանք շատ։ Կարտոֆիլը կտրատեմ, շատ մանր եմ անում, քանի որ հովուլի կարտոֆիլներն է կուտում ճաշերի միջի։ Սպես։ Մեր բաղադրիչները պատրաստ ես պահեմ իմ ձեռքի տակ, հետո արագ արդեն կպատրաստեմ սիրելիներս միգուցե առանց ձեզ անեմ, միսը երկվում է վրանա, այդպես միգուցե առանց ձեզ անեմ, քանի որ սովորական որշա, բոլորս գիտենք, բոլորս պատրաստում ենք, ուղղակի ուզեցի վլոգին շարունակություն տա և ցույց տալ, թե ինչ եմ այսօր պատրաստելու, ինչ ուտելիք է լինելու երեկոյաններ ուտելիքը։ Որ հասցնեմ սիրելիներս պատրաստեմ, գոնե մոնտաժ հասցնեմ անեմ, որ տեղադրեմ ալիքում վլոգ ունենանք։ Շատ մանր կտրատում եմ, ինչպես միշտ։ Սա էլ այսպես։ Ամեն անգամ չի ստացվում, որ նկարահանեմ ինչ եմ պատրաստում, հատկապես առավոտյան նախաճաշը կամ ճաշը, չգիտեմ, միշտ երեկոյան ուտելիքներին է հասցնում ժամանակ տրամադրեմ, քանի որ հիմնականում առավոտյան շատ արագ է ստացվում ամեն ինչ, ժամանակն էլ այնպես է թռչում, որ ես ոչ էլ կարողանում եմ։ Սա էլ սոխը, սիրելիներս, վերջ, կաղամբը, գազար բազուկը, կարտոֆիլը, սոխը, սոխորածը կանեմ, այնտեղ կավելացնեմ դե բնականաբար սև բիբար, կարմիր բիբար, տոմատ, յուղով, այդպես
Տավարի միսը, վերջում էլ կավելացնենք կանաչի։ Սիրելիներս, եկեք անջատեմ, ես արագ-արագին բորշը պատրաստեմ, վերջում արդեն պատրաստի վիճակում ձեզ կներկայացնեմ, ցույց կտամ, ինչպիսի բորշ եղավ, այսօրվա մեր բորշը։ Եկեք այստեղ անջատեմ, անցնեմ իմ գործերին, քանի դեռ հովուլս հեսա երևի կարտնանը, որ հասցնեմ նկարահանումներս։ Դե առայժմս կհանդիպենք արդեն եփված վիճակում պատրաստի։ Սիրելիներս, ահա եւ պատրաստ է մեր համով, մեր սիրուն, մեր ախորժելի, շատ գեղեցիկ նաեւ տեսքով բորշը։ Սիրելիներս, մենք հեսա կվայելենք մեր ճաշը, մեր ընթրիկը, անուշ անենք, դուք էլ ովքեր որ հաց եք ուտում, անուշ ուտեք, բարի ախորժակ եմ ասում բոլորիդ, սիրելիներս, սնվեք առողջ, եղեք առողջ, ձեզ լավ նայեք։ Դե ինչ, մենք ուտենք մեր համով բորշը, դուք էլ վայելեք մեր տեսանյութերը, չմոռանաք լայքել, բաժանորդագրվել, սիրելիներս, համբուրում եմ բոլորիդ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Դե ինչ, պակա-պակա, սա էլ մեր համովությունը։